Ողջույն սիրելի ընկերներ, Anti-Fake Եթերում Խաշմերուկ ոդկասթի հերթական թողարկումն է եւ ինչպես միշտ ձեզ հետ են լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում շարունակում են հետաքրքիր իրադարձություններ զարգանալ, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Օմանը գտնում են բանակցությունների մեջ Հորմուզի նեղուցը համատեղ վերահսկելու համատեքստում, որը բնականաբար դուր չի գալիս թե Միացյալ Նահանգներին եւ թե Իսրայելին, բայց մենք տեսնում ենք, որ անգամ Միացյալ Նահանգների քաղաքական establishment-ում արդեն իսկ խոսում են այն մասին եւ ավելին ընդունում են այն փաստը, որ իրենք ունեն հրթիռների դեֆիցիտ եւ Միացյալ Նահանգները այս պահին գոնե ունակ չէ շարունակել պատերազմը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Պարոն Նահապետյան, տեսեք, Դոնալդ Թրամփը խիստ քննադատության ենթարկեց պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին, հիմնական թեման այն էր, որ իրեն չեն զեկուցել բավարար չափով, որ Միացյալ Նահանգները չունի բավարար քանակի հեռար հրթիռներ պատերազմը շարունակելու եւ պաշարները մոտ են սպառվելուն, այսինքն մենք տեսնում ենք, որ անգամ իրենց քաղաքական թիմում այդ փաստը այլևս ընդունում են, որ կա հրթիռների պակաս, թող Իրանից վերցնեն պարտքով։ Եվ տեսնում ենք, որ գոնե այս վերջին օրերին որոշակի դադար կա ռազմական գործողությունների եւ բանակցություններ են ընթանում, ինչպես նշեցի, Իրանի եւ Օմանի միջեւ։ Այդեպ այդ տիպիկ նիկոլական մոտեցում իրա վրայից պատասխանությունը գցել։ Հիմա այդ պատերազմի նախարարը ասում է, չէ, տեղակալ սա սխալ զեկուցել։ Տեղակալ ասում է, այդպես ներքև վերջում գնալու են հաշվապահի վրա կանգնեն, ասեն այդ թվերը խես սխալ ներկայացրել։ Բալիստիկ եւ թեւավոր հրթիռների քանակի մասին շխայտարարություն է։ Իսկ հիմա լուրջ հետեւյալն է, կապ չունի այդ աբսուրդ է, նման բան չի լինում, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը չիմանա, իրեն զեկուցում են պաշարները, որքան քանի օր ինչ ինտենսիվությամբ եւ այլն, դա հեքիաթների դաշտից է։ Բայց խնդիրը նա, որ նույնիսկ դա չի ազդում։ Ասենք հարվածումը սլավ ինչ որ կրիտիկական ենթակառույցներին, սա էլ չի օգնում։ Իրանը ծնկի չի գալիս, Իրանը ԱՄՆ-ի պայմաններ չի համաձայնում եւ հաշվի առնելով այս իրողությունը, հիմա քանի որ ԱՄՆ-ը ակնհայտ հետքայլ է անում եւ համաձայնում է օրինակ Իրանի եւ Օմանի միջեւ կնքվող համաձայնագրին, սրա մասին հիմա ես կասեմ, քանի որ ինքը լրությամբ համաձայն է, ինքը պետք է պատճառ բռնի, թե ինչու է համաձայն, որտեղ որտեղ չկա, եթե լիներ, իրենք քաջաբար եւս ասենք մի 10 անգամ խախտեին Իրանին։ Մի 20 անգամ կառաջարկեին խաղաղության պայմանագիր, մի 30 անգամ Իրանի զինուժը կոչնչացվեր։ Չէ, այդպեսի մենք վիճակագրություն ունենք։ Ու թվերը ես փոքր փետրվարի 28-ից ուռճացված չեմ ասում, սա իրոք է աբսուրդ դաշտից է, բայց եկեք այսպես նայենք։ Հիմա արձանագրենք, որ առանց ԱՄՆ-ի Հորմուզի նեղուցի մի ափը Իրանի ափն է, մյուսը Օմանի, երկու պետությունների եւ պայմանագիր համաձայնագիր են կնքել։ Հիմա այս համաձայնագրի կետերի մասին ասեմ եւ մենք կտեսնենք այդ առումով Հորմուզի նեղուցը Իրանի բացարձակ հսկողության ներքո եւ այսպես օրինակ համաձայնագրի մեջ 75-25 հարաբերակցությամբ ուրեմն հսկողություն է սահմանվում 75-ը Իրանին, 25-ը Օմանին, բայց որը ոնց է Պարսից ծոց մտնելուց 100% Իրանն է հսկում։ Օմանը կապ չունի այդտեղ, ԱՄՆ-ն ընդհանրապես կապ չունի։ Այսինքն եթե Իրանը չի թողում որ Պարսից ծոց մտնի որույթը նավ չի մտնում։ Իսկ ծոցից դուրս գալացող, ասենք այդ տանկերները, ծոցի երկրները նավթով 50-50 է, Օմանը 50-50 է։ Բացա չէ, այնտեղ 100, այստեղ 50։ Վերջին արդյունքում լինում է 75, բայց կարևորը նորից եմ ասում, եթե Իրանը որոշում է, որ ԱՄՆ-ի, Իսրայելի նավերը եւ դաշնակից նավերը պետք է Պարսից ծոց չմտնեն, որտեղ մտնելուց հետո չէ պետք է գնան լիսկավորվեն նավթով, հետո որ դուրս գան։ Եթե ինքը ասում է չէ, դրանք չեն մտնում։ Պատկերացնում եք
Եվ ԱՄՆ-ի նախագահը ասում է մենք հաղթել ենք։ Բայց եթե հաղթել են պարտությունը որն է։ Հիմա երկրորդ։ Հետաքրքիր է։ Ուրեմն 60 օր հետո է դա իրականություն դառնում համաձայնագիրը։ ԱՄՆ-ի հետ ունի պայմանավորվածություն։ 60 օր առանց այդ արգելքների, առանց բաների, տարիֆների, գումարի հավաքելու եւ այլն, հիմա 60 օր հետո երկրորդ պայմանը 7% ուրեմն նավերը, որոնք որ նավթով լիցքարված դուրս են գալիս, գումար պիտի տրվի Իրանին։ Մինչև բանակցությունները 2-ից 5% էր։ Հիմա 7%, Իրան ասում է չէ 7%։ 7%-ի վրա ոնց որ թե համաձայնվել են։ Հաջորդը այդ Հորմուզի նեղուցը արևմուտքը այս կամ այն ձևով տարբեր պետություններով վերջին 500 տարում միշտ ներկայացված են եղել։ Այսինքն տեր ու տնօրինություն արևմուտքն արել։ Եվ սա արևմտյան գաղութատիրական համակարգի վերջն է։ Հորմուզի նեղուցի տերը նրանք են, ովքեր տվյալ այդ տարածքում են։ Հաջորդը նոր ես ասեցի տնտեսական բլոկադան, եթե Իրանը որոշում է, որ Պարսից ծոց մինչև նեղուց հասնելը, որոշում է, որ նավերը պետք է չմտնեն, ինքը թույլ չի տալիս։ Այսինքն Պարսից ծոցի իրական մուտքի տեր ու տնօրենը 100%-ով դառնում է Իրանը։ Հաջորդը եւ Միացյալ Նահանգները եւ Իրան չեն հասցանում ծովային ուրեմն 82 թվականի ծովային կոնվենցիայի անդամներ։ Բայց այդքանով հանդերձ փաստացի հուլիսի 18-ին ստորագրվում է փաստաթուղթ, որտեղ Իրանը կարողանում է օրինականացնել իր ներքին կարգու կանոնը Հորմուզի նեղուցի հետ կապված։ Այսինքն եթե ինքը այդ կազմակերպության անդամ չի, նման իրավասություն իրան տրված չի, բայց այդքանով հանդերձ հիմա ԱՄՆ համակերպվում է դրա հետ։ Եվ դուրս է գալիս, որ սա դեռևս Իրանի եւ Օմանի միջև համաձայնագիրն է։ Իսկ եթե ավելի լայն վերցնենք, որը վերաբերում է Հորմուզի նեղուցին։ Եթե ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը վերցնենք, նայենք այնտեղ եւ ուրանի հարստացման հետ կապված խնդիրներ կան, միջուկային զենքի ստեղծման, այո, եւ Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ-ի բազաների չլինելու հետ կապված եւ փոխհատուցման ռեպարացիայի, որը Իրանին պիտի տրվի, սա կլինի Իրան-ԱՄՆ ուրեմն համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո։ 60 օր հետո այդ համաձայնագիրը արդեն հիմա աշխատանքային փուլում է։ Ըստ Իրանի, Օմանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների։ Չգիտեմ վերջին պահին կարող ասենք ԱՄՆ նախագահը ասի չէ, բայց ես ավելի շուտ հակված եմ, որ սա իսկապես վերջնական է, գիտեք ինչի համար։ Որտեւ 60 օրը եթե հաշվում ենք 2 ամիս է անում, այսինքն դա հոկտեմբերի կեսերն է։ Նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են, այսինքն ԱՄՆ նախագահը կոնգրեսի միջանկյալ ընտրություններում պիտի ներկայացնի հաջողությունը։ Իրենք հաղթել են, Իրանին ստիպել են եւ Իրանը ստիպված ստորագրել է մի փաստաթուղթ, որը բացարձակապես սպասարկում է միայն ԱՄՆ-ի ազգային պետական շահերը։ Դե հիմա Տրամփն է թող ասել, ինչպես ասում են։ Իրանն էլ այդպես գլխով կանիկ ասի այո, բայց դա ակնհայտ է, չէ՞ միայն նորից եմ ասում Իրանի եւ Օմանի միջև կնքված համաձայնագիրը, որ արդեն ստորագրվել է։ Սա ակնհայտ է, չէ՞ որ Հորմուզի տեր ու տնօրեն 75%-ով Իրանն է, 25%-ով Օմանը, իսկ ուր է ԱՄՆ-ը։ ԱՄՆ չկա։ Պարոն Ապետյան, այնուամենայնիվ այդտեղ կա նաև Իսրայել, որը որ ինչպես փոխնախագահ Ջեյդի Վենսն էր նշում, փորձառություն ունի բանակցությունները տորպեդահարելու եւ վստահաբար ինքը ամեն ինչ անելու է, որ այս համաձայնությունը եւս կյանքի չկոչվի։ Այսինքն ինչ որ մի պահի ստիպել նորից ԱՄՆ-ին մտնել ռազմական գործողությունների մեջ, որովհետեւ ես հիշում եմ պատերազմի սկզբում պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ
Եթե իրենք չհարված էին Իրանին, ապա Իրանը պատրաստվում էր իբրև թե հարվածել Իսրայելին եւ իրենք ստիպված էին լինելու մտնել ինչ-որ փուլից պատերազմի մեջ եւ իրենք փորձել են կանխարգելի չհարված հասցնել։ Այսինքն ընդունում էր, որ Իսրայելը այնուամենայնիվ Իրանին ներքաշելու է պատերազմի մեջ եւ իրենք ստիպված են լինելու պատասխանել Իսրայելի կողմից։ Որքանով է հավանական, որ Իսրայելը ուղիղ հարված կփորձի հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությանը, որպեսզի տորպեդահարվի այս ողջ բանակցությունները եւ նորից այս հարաբերական, անդորը ճակերտավոր ասած, նորից վերածվի քաոսի։ Իսրայելը առանց ԱՄՆ-ի օժանդակության որևէ գործողություն չի անի Իրանի դեմ։ Սա աքսիոմ է, որպես դիտենք։ Հիմա եթե ԱՄՆ-ի նախագահը եւ ռազմական վերնախավը կայացրել, որ այնուամենայնիվ Իրանի հետ ինչ որ համաձայնագիր կամ պայմանագիր պիտի ստորագրվի կոնգրեսի միջակայալ ընտրությունների նախաշեմին։ Դա նշանակում է, որ միակ ձևը այդ պայմանագրի ստորագրման կամ բանակցությունները արդյունավետ ավարտելու վիժեցման քայլը Իսրայելի կողմից լինելու այն, որ Լիբանանի նկատմամբ շարունակի ռազմական գործողությունը, որովհետև Իրանի կողմից կար նախապայման, այո, որ Հեզբոլլահի եւ Լիբանանի դեմ Իսրայելը պետք է դադարեցնի գործողությունները ռազմական եւ ավելին Լիբանան մտած ցախալի ստորաբաժանումները, այսինքն Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն։ Սա պայմաններից մեկն է պայմանագրի մեջ Իրանի կողմից ԱՄՆ-ին առաջադրված։ Մեզ կարծում եմ, որ միակ բանը, որտեղ Իսրայել կարող է վիժեցնել, եթե ԱՄՆ-ը ընդունենք այսպես, ԱՄՆ-ը հրթիռներ չունի, դու պատկացեք այդ չունենալը քանի տեղ է օգտագործում։ Նաև Իսրայելի դեմ էլ է օգտագործում ԱՄՆ-ը, ասի չունեմ, ինչ եմ անելու։ Հոգիս հատ պրած չեմ մտնի կռվի մեջ։ Չունեմ, չեմ մտնում, եթե ինքը Իրանին չի հարվածում, Իսրայելը Իրանին եւս չի հարվածում, մնում է Իսրայելի կողմից վիժեցնելու միակ քայլը Լիբանանից զորքերը դուրս չբերելը եւ ռազմական գործողությունները, հրթիռակոծություն, հետակոծությունները շարունակելը Լիբանանի տարածքի վրա։ Սա է միակ ձևը։ Ես կարծում եմ, եթե ԱՄՆ-ի ոչ միայն ներկայիս նախագահ, այլև ռազմաքաղաքական վերնախավը գտնի, որ փաստացի Իսրայելը ուղղակիորեն արդեն ամբողջովին վիժեցնում է, ես չգիտեմ, Բիբին կարող է մի օր քնի ու չզարթնի։ Բայց հարցը առաջանում ով է ավելի շատ այդտեղ ենթակա Իսրայելը Միացյալ Նահանգներին, թե Միացյալ Նահանգները Իսրայելին։ Ուրեմն ասեմ ձեզ, լոբինգի առումով Իսրայելը ունի կարող ուժեր ԱՄՆ-ում իր քաղաքականությունը շարունակելու կամ հետապնդելու կամ հորդորելու, որ այդպես լինի, ինչ որտեղ անուղակի պարտադրելու, բայց դրանք ընդհանրապես փոքր էլեմենտներ են։ Այսինքն պատկերացեք հիմա Պենտագոնի ղեկավարությունը եւ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարությունը եւ ԱՄՆ-ի հակահետախուզությունը, այսինքն դաշնային ֆեդերալ դաշնային ծառայությունը բյուրոն, որը հակահետախուզությունն է, այդ երեք ուժային կառույցների մասին կամ ներառյալ նաև ասենք ընդհանուր հետախուզությունը, մեծ հաշվով ԱՄՆ-ում հետախուզությունները շատ են եւ կա մի կենտրոն, որի ղեկավարը ըստ վերջերս հրաժարականի դեպ տվեց անձնական պատճառով Սույն Տիկինը։ Այո։ Հիմա պատկերացեք այդ ուժային կառույցները սկզբունքորեն դեմ են, որ Իսրայելը վիժեցնի Իրանի հետ ԱՄՆ-ի կողմից ստորագրվող պայմանագիր, ինչ է կարծում։ Գիտեք, ուզում եմ ասել, Իսրայելի լծակները դրանք կառուցվածքային լծակներ չեն ԱՄՆ-ի վրա։ Այսինքն այնպես չի, որ այդ կառույցների ղեկավարները կատարում են Բիբիի հանձնարարականները, բարձ եմ ասում։ Ոչ Պենտագոնի ղեկավարն է կատարում, ոչ ԿՀՎ-ի ղեկավարն է կատարում, ոչ դաշնային այդ հետաքննությունների դաշնային բյուրոյի, ոչ ընդհանուր հետախուզ, այդպես չի։ Իսրայելը ի օգուտ իր պետության ԱՄՆ-ում ունի մարդիկ ղեկավար կազմում,
ինչ որ պաշտոններ են զբաղեցնում, բայց այդ պաշտոնները կառույցների ղեկավարները չեն։ Ասենք օրինակ Փեսան, Տրամպի Փեսան։ Ազգությամբ հրեա հուդայիզմ դավանող Տրամպի դուստրը եւս ընդունել է հուդայիզմը դավանում, կարող է ինչ որ իր աներոջ ականջին ինչ որ բան շշնջա, ընդամենը, բայց եթե աները այդ թեման փակել է, հիմնվելով իր բոլոր ուժային կառույցների ղեկավարների կամ խորհրդների որոշումների հիման վրա, որ այդ թեման չի շարունակվել, ուրեմն թեման չի շարունակվել, կապ չունի, Կուշները ինչքան է շշնջալու Տրամպի ականջին։ Եվ դա վերաբերվում է նաև այլ անձանց հրեա ազգությամբ, որոնք մեծահարուստներ են, օրինակ Ռոքֆելերների մի ամբողջ գերդաստան, կամ ներդրումային քաղաքականություն իրականացնող մի շարք ֆիրմաներ, որոնց կապիտալը տրիլիոնների է հասնում, որը բավականին լծակ է, հա, այսպես ասենք, բայց եթե նրանք փորձեն պարտադրել Տրամպին եւ ուժային կառույցների ղեկավարներին, իսկ վերջիններս դրան դեմ լինեն, ապա դուրս է գալիս, որ այդ պարտադրանքը վերջին հաշվով կարող է վերածվի պատերազմի։ Այո։ Եվ այդ առումով ես կարծում եմ, որ այստեղ ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինքը հաղթած է դուրս գալու։ Այնպես չի, որ Մոսադը կամ Բիբին որոշեցին, որ Տրամպը այսպես պետք է անի, այսպես պետք է անի։ Առավելևս իմացեք, եթե այդ Իրանի դեմ պատերազմի շահառուն դա Տրամպը չէր, դա Մարկո Ռուբիոն էր, իդեպ ասեմ ձեզ, բայց որտեղ Տրամպ ուներ դրան հակակշիռ։ Ջի Վենսը ինքը առաջին իսկ օրվանից դեմ ա եղել։ Ճիշտ է դրան։ Այո։ Ահա։ Այսինքն ես սա ինչի համար եմ ասում, որ այո, կարող է լոբինգի առումով Իսրայելը ինչ-ինչ բաներ ունենալ հաջողություն իր երկրի շահերի սպասարկման տեսանկյունից, բայց եթե կառույցներն են որոշում կայացնում, իսկ կառույցների ղեկավարները դրանք Բիբի հրաման կատարողները չեն, Բենյամին Նեթանյահուի, այլ Տրամպի հրաման կատարողներ կամ Ջի Վենսի հրաման կատարողներն են։ Այստեղից ես համապատասխան հետևություն ունեմ։ Եթե այնուամենայնիվ փորձեն ճնշում գործադրել երևացող ու չերևացող այդ կառույցների ղեկավարների վրա, ձեզ վստահաբար եմ ասում, այդ նշանակում է, որ Իսրայել պետությունը ուղղակի չհայտարարված պատերազմի մեջ է մտնում ԱՄՆ կառույցների դեմ։ Պարոն Նահապետյան, պատերազմից առաջ որոշակի շրջափուլ ակտիվ շրջանառվում էր Ջեֆրի Էփշտեյնի գործը, նաև այն կոնտեքստում, որ անձամբ Դոնալդ Թրամփը կապ է ունեցել Էփշտեյնի հետ, այցելել է այդ կղզի եւ Թրամփը անգամ ստիպված եղավ նշել, որ այդ մարդուն ընդհանրապես մի անգամ է բան արել, հետո առնչվել։ Եվ տարօրինակ կերպով պատերազմի մեկնարկից ի վեր Էփշտեյնի թեման կորավ, տպավորություն էր, որ դա հատուկ ծառայությունների իրականացված օպերացիա էր, ադմինիստրացիային, առավել կոնկրետ Դոնալդ Թրամփին, առավել խոցելի իրավիճակի մեջ դնելու համար եւ արևմտյան մամուլում բազմաթիվ անգամ գրվել էր, որ դա հենց հնարավոր է լիներ Մոսադի գործողություն, որտեղ մենք գիտենք, որ նմանատիպ ֆայլեր հայթայթելը դա հեշտ գործ չէ եւ առավել եւս հրապարակայնացնելը։ Ինչի եմ նշում, որ կամ հարց եմ հնչեցնում առավել շատ Թրամփն է ենթակա Իսրայելին, թե հակառակը, որովհետև եթե կա կոմպրոմատ, ապա Դոնալդ Թրամփը ինչպես պետք է օրինակ դրան դիմադրի, հաշվի առնելով իր քաղաքական ոչ փառունակ վիճակը հիմա։ Ասենք Տրամփ ասում է այդ կոմպրոմատը արհեստական բանականությունն է սարքել։ Ով աստուգելու, որ հանձնաժողովն աստուգելու, դա իրական է, թե իրական չի։ Բայց այնուամենայնիվ, եթե ընդունենք, որ դա կոմպրոմատ էր, ապա գոնե պատերազմից առաջ լայն շրջանառվում էր։ Լավ, եկեք այսպես, դա միայն Մոսադի, եթե Էփշտեյնի մասին ասում եք Մոսադի գործակալ, ձեզ վստահեցնում եմ, չի կարող Բարձրաստիճան տարբեր պաշտոնատար անձինք տարբեր երկրների հայտնվեն այդ կղզում եւ դրա մասին կենտրոնական հետախուզական վարչությունը չիմանա։ Բնականաբար։ Վստահաբար եւ ավելի շուտ կիմանա, քան Մոսադը։ Այստեղից ես հետեւություն եմ անում, որ այդ տեսանյութերը իդեպ
նաև կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի կամ ինչ որ գզրոցում են կամ ինչ որ արխիվներում, օրինակ։ Այսինքն այդ լծակը նաև ունի ԿՀՎ-ն։ Ավելին, օրինակ պատականը, որ Բենյամին Նետանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել է, չէ՞։ Այո։ Ահա։ Ուզում եմ ասել, որ Իսրայելի իհարկե ձերբակալան, այսինքն Իսրայելի ամենակարողությունը բացարձակ առումով դա իրականությունից հեռու է։ Այո, լծակներ կան։ Օրինակ, մամուլի քարտուղար ազգությամբ հրեուհի է։ Կուշները Փեսան, որը հիմնական բանացողներից Կուշները եւ Փեսան, երկուսն էլ հրեաներ են։ Հասկանալի է, որ այստեղ դերևս հարց է, պահը գալիս է, որ ԱՄՆ-ի նախագահն է օգտագործում հրեական կարևոր գործիքը ԱՄՆ-ի շահերը սպասարկելու համար։ Մենք միակողմանին ենք, չէ՞, նայում։ Իսկ ով ասում, որ ԱՄՆ-ը չի օգտագործում Իսրայելին իր շահերի համար։ Հարցն էլ հենց Համադրման խնդիր է, երբ որ գալիս է համադրումը արդեն հակադրության, որտեղ ԱՄՆ-ի պետական շահի համար պատկերացեք, եւ դա գիտակցում են բարձրաստիճան զինվորականները, հատուկ ծառայությունների պատասխանատուները, փորձագետները, հա, ուղեղային կենտրոնների ղեկավարները, բոլորը գիտակցում են, որ հիմա եթե Իսրայելը հետամուտ եղավ այն քաղաքականությունը շարունակելու, ինչ որ մինչ այդ շարունակում էր, դա ուղղակիորեն արդեն հարվածում է ԱՄՆ շահերին, ներառյալ նաև հանրապետական կուսակցության վարկանիշին, ձեզ վստահեցնում եմ, այդ ժամանակ Իսրայել պետությունը օրինակ կարող է լուրջ խնդիրներ ունենա։ Ձեզ վստահեցնում եմ։ Հաշվի առնելով, որ որքան էլ որ գովազդված է Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրը, բայց տարատեսակ եւ հոբ եւ հակահրթիռային պաշտպանության միջոցներ եւ այդ երկաթյա գմբեթի հետ կապված շատ ատրիբուտներ եւ հետախուզական տվյալներ տիեզերանավերից տրվում է ԱՄՆ-ի կողմից։ Այդ չեմ ասում գումարները։ Այսինքն մենք արձանագրենք, որ այնպես չի, որ Իսրայելը, եթե որոշեց, որ ԱՄՆ-ում էսպես լինի, այո, ինչ որ ժամանակ, եթե շահերի համադրում կար, Իսրայելը կարող էր հետամուտ լինել լոբինգ անելով նախագահի շրջապատում գտնվող ազգությամբ հրեա եւ այլը մարդկանց միջոցով ինչ որ բաներ անել, բայց երբ որ հակադրությունը բացահայտ, այսինքն շահերին ուղղակիորեն ԱՄՆ շահերին հարվածում է, իսկ հիմա հարվածում է, չէ՞։ Դու այդ հակադրության ժամանակ ճնշման ժամանակ առաջանալու ԱՄՆ-ի կողմից Իսրայելի ճնշման ժամանակ հակազդեցություն, հակաճնշում է առաջանալու։ Եվ այդ ժամանակ էլ պարզ չի ԱՄՆ-ն տուժելու թե Իսրայելը, ես վստահաբար ասում եմ Իսրայելը տուժելու է։ Եվ սա ինչի համար եմ ասում։ Տրամպի մաշկ իրեն շատ մոտ է, չէ՞։ Ինչքան էլ կոմպրոմատ լինի, ինքը հասկանում է, որ եթե նոյեմբերին ինքը պարտվում է գլոբալիստներին կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, եւ ոչ միայն ինքն է հասկանում է այն էլիտան, որի ներկայացուցիչն է Տրամպը։ Եթե ինքը պարտվում է երկրում հաջորդ օրից կարող է սկսել իմպիչմենտի անվստահության գործընթաց։ Պարզ եմ ասում։ Դու այդ առումով հիմա ինչա Տրամպը բապ տանի, ասի հա շատ էլ ինձ ճնշում են ինչ որ կոմպրոմատով, ասելու արհեստական բանականությունն է ստեղծած։ Իդեպ ընտրությունների դեմոկրատների ժամանակ, երբ որ մահացած մարդիկ են քվեարկել 100,000-ներով, կեղծիքներ ա եղել, սա ինչի համար էր ասում։ Իդեպ ասեմ ձեզ։ Սա հող էր նախապատրաստում, որ նոյեմբերի նույնիսկ եթե տեսականորեն ենք նայում, ընտրությունները այնպես լինեն, որը բարեհաջող ելք չունենա հանրապետականի համար, ապա հաղթելու է ոչ թե հանրապետականը, այլ ով նկարիչը, որը կատարել է ում ցուցմունքը հանրապետականի առաջնորդի։ Պարոն Ապետյան, հրթիռների եւ առասարակ զինամթերքի դեֆիցիտը, որը ունի Միացյալ Նահանգները Իրանի հարցում, զգացվում է դա նաեւ այլ ֆրոնտերում, մասնավորապես Ուկրաինայի նախագահ Զելենսկին բաց կերպով հայտարարեց, որ իրանք ունեն հոբ համակարգերի սուր դեֆիցիտ եւ վիճակը բավականին ծանր է։ Վերջին օրերին էր դա խոստովանել։ Մենք գիտենք, որ հիմնական մատակարարը Ուկրաինայի դա Միացյալ Նահանգներն էր։ Բայդենի վարչակազմի օրոք, նաեւ Թրամփի վարչակազմի սկզբնական կամ որոշակի փուլերում հիմա ամերիկացիները ասում են մենք խնդիր ունենք նույնիսկ եւ չեն կարող ձեզ զենք զինամթերք տալ։ Պարզ է, որ Ուկրաինայի վիճակը էլ ավելի է վատանում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այդ հարվածները հատկապես վերջին շաբաթներին ռուսական կողմի
բավական ուժ գնացել են։ Մեկ ասում ուժ գնացել են։ Գրեթե որ Հոբ չկա, հակարդիրային պաշտպանության միջոց չկա։ Երկինքը բաց է, ոչ միայն Կիևի երկինքը, այլև ամբողջ Ուկրաինայի երկինքն է բաց։ Եվ ինչն է այստեղ հետաքրքրական, ես հիշում եմ, որ որոշ ժամանակ առաջ նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ իրենք սկսում են 40-օրյա գործողություն խաղաղության պարտադրման եւ պատերազմը Ռուսաստանի տարածքը փոխելու, ստիպելու, որ ռուսները մտնեն բանակցությունների մեջ, նաեւ Ղրիմի հարցներ Այդ 40 օրը լրացել է։ Դե հենց այդ եմ ասում։ Արդեն դրանալու մոտ է, բայց դեռ ինչպես ասում են, վարունգի թարս աճելու տարբերակ է։ Հիմա ասեմ ձեզ, ես անկեղծ ասած ինտուիտիվ զգում եմ, որ Տրամպի այդ հայտարարությունը, որ հրթիռներ չկան, իրականում բլեֆ է։ Ամեն ինչ կա։ Ուկրաինային տալու չկա։ Ընդհանրապես Ուկրաինային տալու չկա եւ Իրանի դեմ կռվելու չկա։ Բարձ եմ ասում։ Որտեղ Իրանի դեմ շարունակել կռիվը նշանակում է կոնգրեսի միջանկյալ ընտրություններում 100%-անոց պարտություն։ Իսկ իրան պետքա պայմանագիր թղթի կտոր։ Կարճունին դեղ կետերը ոնց է գրած, ինքը ասելու է ես եմ հաղթել։ Հորս Սարև։ Կամ եթե դի չասի, այստեղ մարդա մեկին կանչի, կասի, ասա Հորս Սարևի տեղ, ասա Հոյես Սարև։ Այնը կասի Հոյես Սարև, Տրամպը կասի, ուրեմն ճիշտ է։ Այսինքն այդ հրթիռների չբավականացնելը բլեֆ է։ Որով իրականում ինքը կասեցնում է Իրանի դեմ կոնկրետ գործողությունները եւ Ուկրաինային օժանդակությանը։ Իրականում ինքը երբ որ Ուկրաինային չի տալիս պետրիոտները, ասում է չունեմ։ Եթե չունեմ, որտեղից տամ, ինձ էլ չի բավականացնում։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա ինքը հարված է տալիս Բրիտանիային։ Իրականում այդ կռվի թիվ 1 շարժնով է Ուկրաինան, Բրիտանիան եւ իր երկու կարևոր գործիք Գերմանիան եւ Ֆրանսիան, ճիշտ է։ Ինքը դրանց է հարված տալիս։ Այսինքն չտալով դա Ուկրաինայի երկինքը ամբողջովին բաց է եւ այն խնդիրը, որ այսօր Ռուսաստանի զինուժը իր արժեվ դրել է, այդ ավերա այդ երկրից ընդհանրապես տնտեսություն գոյություն չունի։ Վառելիք չի մնալու։ Չկա տեղ, որտեղ վառելիք։ Ուրեմն պատկացեք հիմա երկու մարզերով նավահանգիստներն էին, չէ՞, Օդեսա, Նիկոլաև։ Հիմա այդտեղ ոչ տանկեր են գնում, ոչ գալիս։ Որից է բան չկա, նավ չկա։ Բոլորը հարվածի, թիրախի։ Ընդ որում ասեմ ձեզ, երբ որ բեռնված է վառելիքով, հարվածները չի խփում տախտակամածին։ Այսինքն որտեղ այդ վառելիքն է, գիտեք ինչի՞։ Որտեղ էկոլոգիական ահավոր բան է, դեպք կարող է եւ բանը Սևծովում լծվի այդ։ Հիշում եք Սոչիի մոտ մի նավ էր վնասվել ռուսական, բայց կարծում եմ ոչ պատական։ Քանի ամիս այդ նավթը ափերից հավաքում էին, չէ՞, ռուսները։ Էլ կամավորներ, էլ տեխնիկա։ Այսինքն էկոլոգիական դա բան է, խնդիր էր առաջացնում։ Հիմա ռուսները հարվածում են օրինակ այդ նավերի կառավարման կետերին։ Այսինքն որտեղ նավապետն է, որտեղ կառավարման բաներն է, տեխնիկան է եւ այլն։ Հետաքրքիր է, որ թուրքական նավեր են խոցվում։ Ես կարծում եմ այսպես, ռուսները ինչ խնդիր են դրել, փակել բոլոր նավահանգիստները, այսինքն ծովից կտրում են Ուկրաինային, սա առաջին խնդիր։ Երկրորդ, ինչքան վառելիք որ կա, բոլոր պահոստներով, եղած չեղած, բոլորը ոչնչացնում են։ Երրորդ, կարմիր գծերն եմ ասում։ Երրորդ, ուրեմն անօթաչուների արտադրության, հավաքման, փորձարկման եւ այլն, բոլոր այդ օբյեկտները եւս թիրախավորում են։ Բոլորը անխտիր հարվածում են։ Չորրորդ, ռուսները փաստորեն հիմա փորձում են Ուկրաինային կտրել արևմուտքից, որտեղ հիմնականում արևմուտքից է կապերը, որտեղ գալիս է գործաներ, հավաքական մատակարարումները։ Նայել, դա էլ երկաթուղիներն են խփում, ճանապարհներ, երկաթուղիներ, կամուրջներ։ Այսինքն այս ձմռանը Աստված գիտի Ուկրաինայի վիճակը ինչ ալնելու։ Հիմա Ուկրաինան ասում է մեղավորով է, որ սենց է։ Միացյալ Նահանգները չի տալիս հրթիռներ։ Ենել ասում է ես մեծ ուրախությամբ կտայի, վաճառելով եկի, բայց չունեմ։ Գիտեմ որ գումար ունեք հավաքված, հարգելի եվրոպացիներ, ձեր հարկատուների գումարները հավաքված է, բայց ես չունեմ ձեզ տա։ Պատկերացնում եք այդ չունեմ բառը քանի խնդիր լուծեց։ Դա համար ասում եմ կարծում եմ լավ միտքային առումով որ իրականում դրատակ բլեֆ է եւ հիմա ինչ է ամենին 1000 տարի պետք է Ուկրաինայի կռվը ամեն ինչ անում է որ կանգնի չէ որովհետեւ իր համար ստրատեգիական ուրիշ խնդիրներ կա
Չինաստանն է իր համար խնդիրը առաջին հերթին իհարկե Իրանի պահովել տակ տվեց ինչպես ասում են։ Հիմա կարող է ասենք հաջորդ օպերացիան Տայվանի հետ կապված Չինաստանի հետ խնդիրներ առաջացնի։ Բայց ոչ Ուկրաինայի թեման պիտի փակվի, իսկ Ուկրաինայի թեման փակվել նշանակում է մայրցամաքային Եվրոպայում գլոբալիստների իշխանությունը վերջանում է։ Եվ որը նշանակում է, որ մյուս տարի ապրիլ ամսին Ֆրանսիայում ընտրություններ է, Մակրոնը չի լինելու։ Ամենայն հավանականությամբ Մարի Լպենն է անցնելու։ Գերմանիայում մերձի վարկանիշը Շրիշակից ներքև է։ Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության առաջնորդի եւ կուսակցության վարկանիշը անհամեմատ ավելի շատ է, քան մերձինը։ Հիմա այդտեղ կարող է ներքին իշխանափոխություն անեն, մերձին հանեն, այդ նույն կուսակցության այլ տեխնացուն դառնա վարչապետ, որ ամբողջովին չպարտեն։ Իսկ ԱՄՆ-ին պետք է, որպեսզի այդ երկու պետություններում առաջին հերթին։ Դե Բրիտանիայում էական չի ով է վարչապետը, որտեղ վարչապետը չի որոշում։ Այնտեղ թագավորական ընտանիքն է, մի վեցն է որոշում, հա, եւ ստվերային կառավարությունը։ Եթե Եվրոպայում այդ երկու երկրներում իշխանափոխությունն է, այդ վստահաբար ասում Ուկրաինայի կռվը կանգնելու է։ Այս կարծում դա այս տարվա վերջ, մյուս տարվա սկիզբ, այսինքն 2027-ն է։ Եթե այդտեղ կռիվը կանգնեց, Ռուսաստան ԱՄՆ պայմանավորվածությունը լրիվ այլ հարցում է լինելու։ Դեռ հարցը այդ ժամանակ Իսրայելի վիճակը ինչ է լինելու։ Ակնհայտ է, չէ՞ որ այսօր բազմաբևեր աշխարհի պետություններն են հաղթական դուրս գալիս։ Իդեպ, մեկը Իրանը հաղթական է, մյուսը Ռուսաստանն է, այդ ընթացքի մեջ է, չէ՞։ Չինաստանը։ Դե ակնհայտ է, չէ՞։ Պարոն Ապետյան, բազմաթիվ վերլուծաբանների գնահատմամբ Ռուսաստանը Ուկրաինայում կիրառում է տակտիկա վիժնեի զիմլի, հա, ամայացնելու այդ մարտավարությունը, բայց ռուսական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել վերականգնել Ուկրաինան։ Եվ եթե մենք խոսում ենք հակամարտության ավարտի մասին, ապա այստեղ հարց է առաջանում, ինչ է լինելու ճակատագիրը, միգուցե կրկնվի գերմանական մոտեցումը, երբ որ կիսվեց Գերմանիան, կամ Ուկրաինան արժանանա կորեական թերակղզու ճակատագրին, որտեղ ակնհայտ է, որ գոնե ինչ-որ մաս արևմտյան հատվածը, հա, գոնե կմնա արևմուտքին, կամ լեհերը կվերցնեն։ Նայեք, Ռուսաստան նախագահը ասել է, կոնկրետ այդ տարածքների հետ կապված 3 պետության պատմական տարածքները, որ Ստալինի ժամանակ է չէ միացվել Ուկրաինային։ Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա։ Այդ ձենշած տարածքներն արևմտյան 5 շրջաններ։ Իսկ ասել է ինչ որ մի պահ, այսօր վաղը 1 տարի, 5 տարի, 10 տարի, 15 տարի։ Ես ասում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքը, իսկ ինչ որ մի պահ դա պիտի գնա։ Հիմա տակ ինչ է մնում։ Մի Կիևը իր շրջակայքով։ Ասեմ այսպես, հիմա Ուկրաինայի իշխանության Զելենսկու համար գնում է ակնհայտ եւ բացահայտ պատերազմ։ Որ պահին երկու ուժերից մեկը հաղթական է դուրս գալիս, Զելենսկին իշխանությունը հանձնելու է կամ իր ֆիզիկապես չգոյությամբ, կամ հրաժարականով, կամ փողոցով, ոնց ուզում եք նայեք։ Ես հիմա ասեմ, կենտրոնական հետախուզական վարչություն ունի 2 տեխնացու։ Եվ մի 6-ը Բրիտանիայի արտաքին հետախուզությունը եւս 2 տեխնացու։ Ուրեմն Բրիտանիայի տեխնացուներից մեկը Զալուժնին, որը ամենաբարձր վարկանիշ ունի այսօր, այս վերջերս օրինակ ՆԱՏՕ-ի հետ կապված բավական խիստ շեշտադրումներով մտքեր էր արտահայտել, անգամ Բրիտանիայի արտգործնախարարը Կիևում Բրիտանիայի դեսպանը քննարկման էին մասնակցել Զելենսկուի հետ, Ուկրաինայում էր այդ ժամանակ գտնվել Ուկրաինայի դեսպանը Բրիտանիայում Զալուժնին, որին չէին հրավիրել։ Երբ որ լրագրողներ հարցնում են, գիտեք ինչ պատասխան ասում է, դե այդ արտգործնախարարն է ասել Ուկրաինայի, ասել է, այդ ինքը գիտեր, ինքը պետք է գար, ասում է, մենք ինչ հրավիրեինք։ Հասկանալի է, չէ՞, որ այսօր Զալուժնին ամենաբարձր վարկանիշ ունի, համարվում է Բրիտանիայի, հա, տեխնացուն։ Բայց ես կարծում Զալուժնային հայտարարությունները եւ նախկինում եւ ներկա ուրեմն խիստ նման է ժամանակի Բոգդան Խմելնսկու կեցվածքին։ Այսինքն
տեսականորեն այն, եթե ինքն է դառնում Ուկրաինայի նոր ղեկավարը, որոշումը կայացնում, որ Ուկրաինան ամբողջությամբ, այդ թվում նաև արևմտյան շրջաններով մտնում է Ռուսաստանի կազմի մեջ։ Արիերույթ տարօրինակ չէ որոշումը։ Բայց գիտեք ինչ է։ Զալուժնին ոտքի վրա $1 տրիլիոն ավել փող աշխատում։ Ինչու՞։ Որտեղ Ուկրաինային են գումարները, որ տալիս են եվրոպական երկրները, բոլորը պարտք է։ Նվեր չեն տալիս։ Հիմա երբ որ Ուկրաինան դառնում է Ռուսաստանի մաս, ասենք ազգային պետության կարգավիճակով, այս ազգային հանրապետություն, իսկ այդպիսի ստատուս կա, չէ՞։ Ռուսաստանում դեռ 3 աշճանակարգ կա, էլի, կարգավիճակային, ամենաբարձրը սա։ Հիմա եթե ինքը այդպես մտնում է, ապա Եվրոպան ումից է ուզելու այդ $1 տրիլիոն ավել գումարը։ Չկա տես պետություն, ու թեման փակվեց, չէ՞։ 1, երկրորդ 100% երաշխավորված Ուկրաինայի տարածքը արդեն Ռուսաստանը վերականգնելու է, որպես իր կազմի մեջ մտող միավոր։ Ընդունենք, այսինքն նաև ներդրումներ է, չէ՞, գնալու։ Հիմա պատկացեք Ուկրաինան չկա Ռուսաստանի կազմի մեջ չի եւ առանցին պետություն է, ինչ որ տարածքներով։ Էական չի հիմա այստեղ։ Այդ երկի ղեկավարը պետք է փակի այդ $1 տրիլիոն ավել գումարը։ Քանի սերունդ պետք է աշխատեն։ Ավերված տնտեսություն ոչ մի բան չկա, այսինքն ինչ է վաճառելու բացի ընդերքից, որը ԱՄՆ-ին է տալու։ Կոպիտ ասած դառնալու է հանգաունքային կծոր, չէ՞։ 1, երկրորդ դեռ հարցը քանի սերունդ պետք է աշխատի, որ այդ պարտքը փակի։ Եվ ով ասում, որ Ուկրաինան բացի հանգաունքային կծորթի կարգավիճակից պետք է դառնա արտադրական պոտենցիալ ունեցող երկիր։ Ասենք արևմուտքը չի պետք է ներդրում անի։ Այդ ավերված, չէ, երկրի տնտեսությունը, գործարանները ամեն ինչ ավերված է։ Ես ուղղակի շատ խիստ պրագմատիկ զուգահեռ եմ տանում։ Ինչ ասել է անկախ Ուկրաինա, շատ փոքր տարածքով, հա։ Այդ նույն Ուկրաինայի տարածքից ինչքան շրջաններ, 4 շրջան, Դոնեցկ, Լուգանսկ, Զապորոժե, Խերսոն եւ Ղրիմ։ Սա արդեն անջատված է, ճիշտ է։ Հիմա առնվազն 5 շրջան բուֆերային գոտի է Ռուսաստանի զինուժը ստեղծում։ Դա ակնհայտ է։ Օդեսա, Նիկոլաև, Դնեպրոպետրովսկ, Խարկով եւ Սումա։ Հիմա գնանք արևմուտք։ 5 շրջան, որտեղ Ռուսաստանի նախագահը ակնարկում էր կամ բաց էր ասում, որ դա Լեհաստանի, Ռումինիայի եւ Հունգարիայի տարածքներ են, չէ՞։ Դու պատկասեք այդ տակի Ուկրաինայից ինչ ամնում, որը $1 տրիլիոն պետք է պարտ փակի։ Ավերված տնտեսություն ոտի կանգնացնի, ով է ներդրում անելու Աստված գիտի, ճիշտ է։ Եվ սա մի ուրեմն բանն է, սցենարը։ Երկրորդ սցենարը, երբ որ Ուկրաինան ամբողջապես մտնում է Ռուսաստանի կազմի մեջ, այդ $1 տրիլիոն այլևս տեղի բնակիչը չի փակելու, չէ, ինքը պետք է աշխատի, չէ, փակի Ուկրաինայի քաղաքացին։ Ինքը չի փակելու, որտեվ այտենց պետությունը այլևս գոյություն չունի։ Ռուսաստանը ասելու է, ում տվեք գնացեք նրանց ուզեք, այտենց պետություն չկա։ Իրավ հաջորդը չկա։ Եվ երկրորդ, այդ ավերվածը Ռուսաստանը պարտավոր է եւ անելու է, վերականգնելու է, որտեղ մեծ հաշվով իր մեծ սուբյեկտի մի էլեմենտ է, չէ, դառնում։ Ինքը չի թողի, ասենք դա ավերված մնա։ Վստահաբար ոտի է կանգնեցնելու եւ այստեղ եթե մենք ավելի պրագմատիկ ենք նայում, իսկ պրագմատիզմը գալիս է հետեւյալին, որ Բրիտանիայի ներկայացուցիչ Զալուժնին մի կողմից եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆյոդորովը նախկին պաշտպանության նախարարը։ Հիմա երկու մրցակից կա։ Եթե Ֆյոդորովի հետ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բուդանովն է, որ նախկին հետախուզության ղեկավարը, որ հիմա աշխատակազմի ղեկավարն է, այո, սա մի թիմ է, եւ Զալուժնին ներկա պաշտպանության նախարարը, որի հետ շատ մտերիմ են։ Սա էլ բանն է, ասենք բրիտանական թևն է, հա։ Եվ մրցակցություն է գնում Մաուկենաց, որ պահին ձեզ վստահեցնում եմ, կամ կենտրոնական հետախուզական վարչությունը կամ մի 6-ը, երբ որ հաղթում են, թե ում ներկայացուցիչը պետք է Զելենսկու տեղը լինի, արդեն որոշումը կա։ Ենթադրենք ամերիկացիներն են հաղթում։ Զելենսկու հարցերը լուծվում է, ձեզ վստահաբար եմ ասում։ Զելենսկին թե ոնց է գոլուշանալու, այդ արդեն Զելենսկու խնդրեմը կլինի։ Եթե բրիտանացիք են հաղթում, նշանակում է պատերազմը շարունակվում է, բայց արդեն նոր ղեկավարներով Զելենսկու հարցը այս կամ այն ձևով լուծված է։ Եվ հետաբար Ուկրաինայի պատերազմը ինքը երկիր մոլորակի համար է ճակատագրական, որտեղ այդ պատերազմի կասեցումը, կանգնեցումը նշանակում է աշխարհակահաղական նոր իրողությունների արձանագրում, որտեղ ասենք առնվազն 3 պետություն սկսում են աշխարհի ազդեցության տարածքները գծել՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Չինաստան։ Այսինքն ինքը մեծ հաշվով դառնում է
ՄԱԿ-ի իրական անվտանգության խորհրդի մշտական անդամ, հիմա 5 անդամ կան, չէ, որի մեջ բացի նշած 3 պետություններից նաև Ֆրանսիան ու Բրիտանիան են։ Հիմա այն երկուսին դուրս են դնում եւ այս 3-ով են որոշելու։ Պարոն Ապետյան, տեսեք, բացի այս վայրիվերումներից, որոնք տեղի են ունենում աշխարհում, մեր շուրջը նաև, ապա բուն Հայաստանում կան հետաքրքիր զարգացումներ, պատմության մեջ չլսված եւ չտեսնված մի իրողության ենք ականատես լինում, որ ամնային հայոց հայրապետը կանգնում է մեղադրյալի կարգավիճակով դատարանի առաջ կարգավիճակով, այսպես ասած հայկական դատարանի առջև։ Լավ ասեցիք այսպես կոչված հայկական դատարան։ Որովհետև եղել են բռնաճնշումներ հայ հոգևորականության նկատմամբ ցարիզմի ժամանակ կամ այլ տիրապետությունների ժամանակ կամ նույնիսկ բոլշևիկների ժամանակ, բայց բուն հայկական պետության ժամանակաշրջաններում չի եղել այսպիսի բան։ Հետևաբար այսպես ասած տերմինը ես կարծում եմ, որ այո, բավականին կիրառելի է այս պարագայում, որովհետև փաստացի սա այլևս կարող ենք հստակ փաստել, չնայած մինչև էլ պարզ էր, որ Բաքվի մարիոնետ կամ կոլաբորացիոնիստական ռեժիմ է Հայաստանի Հանրապետությունում։ Չէ, Բաքուն մի քիչ ենք ասում, որտեվ Թուրքիան այստեղ ավելի գործնականում ավելի ազդեցություն ունի։ Թուրքական աշխարհի թուրքական աշխարհի, մեծ հաշվով, թուրքական աշխարհի պահով կարող ենք ասել, էլի։ Թե Չերդողանին կարող նեղացնենք։ Մի անգամ Ալիևը այդպես մոտապես քո ասած ենթատեքստով ասեց, դե մենք պատերազմ ենք հաղթել բան եւ այլն, Ալիևին ինչ ասեց Էրդողանը, ոնց ասեց, դուք եք այդ պատերազմը հաղթել։ Մենք կմտնենք Իսրայելնից, ոնց որ մտանք Ղարաբաղ։ Այսինքն այդ պատերազմը երրորդ դաշտային բանակի հրամկազմը գումարած 600 Բարձրաշան սպա, որոնք ներառյալ գումարտակի հրամանատարի գործառույթ են իրականացել 44 օրվա ժամանակ եւ Ալիևը ասում է մենք ենք հաղթել։ Այդ մեղմ ասած հարվածել բոտկատերից ներքև։ Ես հիշում եմ, որ այդ պատերազմի օրերին Զաքիր Հասանովից ցեն ծպտուն չկար եւ հիմնականում տարբեր տեղեկությունների համաձայն հենց թուրքական գենշտաբն էր համակարգում։ Երրորդ գենշտաբը, երրորդ դաշտային բանակը կոնկրետ Բաքվում էր։ Ընդ որում այդ երրորդ դաշտային բանակի հրամկազմը 1.5 տարի հետո այդպես պատահական Թուրքիայի կետից B կետ ուղղաթիռով թռչելու ժամանակ պատահական ընկնում է 12 անձանցից 11-ը հրամանատարը եւ տեղակալները եւ շտաբպետը զոհվում են։ Մի հոգի է ողջ մնում։ Այդպես պատահական լինում է էլի հիմա։ Հիմա գանք մեզ մոտ Վեհապար Հայրապետի հետ կապված։ Նախ ապօրինության չափը նայենք։ Սահմանադրությունը մայր օրենքն է։ Բոլոր իրավական ակտերը դրանք ածանցվում են մայր օրենքից։ Մայր օրենքում շատ հստակ նշված է եկեղեցու հոգևոր իշխանության եւ աշխարհիկ իշխանության անջատված են։ Եկեղեցու ներքին կանոնակարգային գործունեությունը պետությունը իրավասու չի ոչ վերահսկել, ոչ կանոնակարգել, ոչ պարտադրել։ Խառնվել է այդպես մի քիչ կենցաղային խոսակցություն է, ես կոնկրետ գործողությունները ասի իրավունքը չկա դրա։ Հիմա պարզվում է, որ թեմի առաջնորդի հետ կապված, որին կարգալույց է արվել Վեհապար Հայրապետը եւ հոգևորականներ, ժողովը, աշխարհիկ իշխանությունը ասում է, չէ, դա սխալ է, մենք գտնում ենք, որ դա սխալ է։ Եվ ինքը պետք է թեմի առաջնորդ մնա։ Եվ քանի որ դուք խոչընդոտում եք, որ ինքը մնա թեմի առաջնորդ, հետաբար ձեզ դատանի որոշմանը խոչընդոտելուն քրեական հոդվածով ձեզ մեղադրյալ են կարգում։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում միայն այս դրվագը բավարար է գնահատելու համար, որ հաստատվել է ավտորիտար ռեժիմ։ 1. Երկրորդ, իրավունքների պաշտպանության միջազգային բոլոր կառույցները առ ոչինչ են հայաստանյան իրականության հետ առնչվող։ Այսինքն, մարդու իրավունքների, հավատի, խղճի ազատության հետ կապված այդ կառույցները միջազգային, հիմնականում եվրոպական, որևիցե կեցվածք այս առումով կեցված չեն դրսևորվել, բացի քրիստոնեական մի քանի ուղղությունների որոշ ներկայացուցիչների ամենաբարձր մակարդակով անգամ չի եղել
Հռոմի Պապի հետ կապված, հա, Վատիկանը կեցված չի դրսևորել պաշտոնապես, այլ եկեղեցիներ եւս պաշտոնապես կեցված չեն դրսևորել։ Առանցին անհատների բարձրացան, դա ես կարծում եմ իրենց անձնականն է։ Եթե պաշտոնական, զոհաբար հայտարարություն արում պաշտոնական կառույցի կողմից։ Հիմա սա արձանագրում ենք որպես իրողություն։ Սա իրավական տեսանկյունից ապօրինությունը կամ օրենքի խախտումը, ինչ անում է Փաշինյանը։ Հիմա գանք հոգևոր տեսանկյունից։ Հոգևոր տեսանկյունից Վեհափար Հայրապետը համարվում է մեր եկեղեցու հոգևոր առաջնորդը, մեր եկեղեցու գլուխը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսն է, իր մարմինն է եկեղեցին։ Վեհափար Հայրապետը ընտրվում է Վեհափար Հայրապետը ընտրվում է աշխարհականների կողմից եւ հոգևորականների կողմից։ Մեր եկեղեցին այդ առումով ամենաժողովրդավար եկեղեցին է ուղղափառ աշխարհում, իդեպ ասեմ ձեզ, որտեղ 2/3 աշխարհականների ներկայացուցիչներն են։ Այո։ Ընտրությանը մասնակցում 1/3 հոգևորականները եւ որից հետո Վեհափար Հայրապետը դառնում է օցիալ Աստծո օցիալ եւ Աստծո որոշումը օցիալ Վեհափար Հայրապետի փոփոխման, քննարկման ենթակա չէ։ Սա ես կրոնական եւ հոգևոր տեսանկյունից եմ ասում, այսինքն վերջակետ է այստեղ դրում։ Նրանք ովքեր որ փորձ անում են եւ իրենց նախընտրական ծրագրերում անգամ 4 կետանոց ճանապարհային քարտեզ կար Վեհափար Հայրապետին իշխանությունից հեռացնելու, նոր ընտրություններ, նոր կանոնադրություն, հա, տեղապահ եւ այլն, իրենք ձեռնոց են նետել Աստծուն։ Աստծո օցիալի դեմ սուր են բարձրացնում։ Եվ ներկայանում են որպես քրիստոնյաներ, մեր եկեղեցու զավակներ, մեր եկեղեցու հավատավորներ։ Սա իհարկե կեղծիք է։ Ես իրականում կարող եմ ասել, որ ների հետևորդները պատերազում են Աստծո օցիալի եւ եկեղեցու, մեր եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր զավակների դեմ։ Այսօր այդ պատերազմն է գնում։ Սա հոգևոր տեսանկյունից։ Իսկ եթե մի փոքր ավելի վերև բարձրանանք, կա արդյոք պատվիրատու կամ շահառու այս գործընթացին Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, վստահաբար կա։ Եվ այդ շահառուները, ընդ որում մի շահառու չի, այդ շահառուները ուղղակիորեն մտնում են այն տրամաբանության մեջ, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունը պատերազում է հավաքական արևմուտքի, Միացյալ Նահանգները որոշակի առումով հետ քայլ է արել, որոշակի առումով հավաքական արևմուտքի դեմ, եւ այդ պատերազմը միայն պետական ինստիտուտներով չի արվում, բանակ, հատուկ ծառայություններ, այո, տնտեսությունը սպասարկող նախարարություններ, արվում է նաեւ հոգևոր դաշտով, եկեղեցիներով։ Դրա լավագույն օրինակը Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին մասնատելը եւ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքի իշխանության ներքո մտցնելն է։ Այսինքն թիրախը, եթե ուշադրություն ենք դարձնում, ուղղափառ եկեղեցին է, հավաքական ուղղափառ եկեղեցին, մեր եկեղեցին ամենահին ուղղափառ եկեղեցիներից մեկն է, եթե ոչ ամենահինը, այսպես ասենք։ Եվ թիրախը այստեղ ուղղափառ աշխարհինն է ուղված, այդ թվում նաև մեր եկեղեցուն։ Ասեմ ձեզ, Վրաստանում իդեպ հետաքրքիր գործընթաց է որոշ հոգևորականների կողմից նախապատրաստում, որտեղ վրաց ուղղափառ եկեղեցին եւս փորձում են Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքի իշխանության ներքո մտցնել, որը Թուրքիայի քաղաքացի է, ազգությամբ հույն է, Թուրքիայի արտաքին հետախուզության նախկին սպա է եղել եւ այդպես շարունակ։ Եվ բնականաբար արևմուտքի, հա, շահերը սպասարկող անձ է։ Սույն տիեզերական պատրիարքը։ Եվ մեր եկեղեցու դեմ, մեր Վեհափար Հայրապետի դեմ պայքարը, եթե ուզում ենք իրապես գնահատել, թե ովքեր են մեր հակառակորդներն ու թշնամիները, Փաշինյան Նիկոլը շատ ավելի ներքևի հարթության վրա է, իդեպ ասեմ ձեզ։ Ավելի բարձր հարթություն կա, իսկ այդ բարձր հարթությունը, նորից եմ ասում, ուղղափառ աշխարհի դեմ պատերազմող հավաքական արևմուտքն է, որի կարևորագույն սյուներից մեկը ուղղափառ աշխարհի մեր եկեղեցին է։ Այդ դրա համար այդ պատերազմը գնում է։ Եվ դատական գործընթացին եկեղեցու հավատավոր զավակները, քրիստոնյաները, մեր ժողովուրդը որոշակի առումով պատրաստակամ է եւ հայտարարություններ արվել է, որ մասնակցելու են դատական process-ին, որի աբսուրդը գիտեք ինչու՞ է նաեւ կանում, որ մեղադրյալ է կարգվում անձ,
որի իրավունքը որպես մեղադրյալ իշխանությունները չունեն կարգելու։ Այսինքն, եթե ավելի մի քիչ ժարգոնային բառամթերքով ասեմ, Հայաստանում բեսպրիձելը, այսինքն իշխանություն ներկայացուցիչը ինչ ուզում անում է, որտեղ իրեն ասել են արա։ Եվ կապ չունի դու ինչ օրենք ես խախտում, սահմանություն ես խախտում, այդ խիստ երկրորդական է։ Դատավորը բանը հակասահմանադրական եւ հակաիրավական որոշումներ կայացնում, դա խիստ երկրորդական է։ Խնդիրը կոնկրետ Վեհապար Հայրապետին հեռացնելն է իշխանությունից։ Հիմա մեր ժողովուրդը քաղաքական ընդդիմությունն էլ իր կեցվածքը պետք է դրսևորի եւ մեր եկեղեցու հավատավոր եւ նվիրած զավակները պետք է դրսևորեն եւ պայքարը կարծում եմ այստեղ բավականին թեժ է լինելու, որտեղ քաղաքական չի, կուսակցական չի պայքարը, այո։ Սա վերաբերում է իհարկե շատ ճիշտ է, ազգային է եւ վերաբերում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մեր եկեղեցու զավակներին, այլև համայն հայությանը եւ շատ թեմեր դրսի, որոնք Անտիլիասի, իշխանության ներքո այդ թեմերը եւս հայտարարություններով, կեցվածք են դրսևորել եւ տեսնենք դատական գործընթացը ինչ զարգացումներ կունենա։ Եվ թերևս այսքանով ավարտենք այսօրվա թողարկումը, նաև այն կարևոր նկատառումով, որ այդ արշավը սկսվեց Փաշազադեի հայտնի ելույթից հետո, որպեսզի մարդիկ այդ շղթան պատկերացնեն 2025 թվականի մայիս ամսվա վերջին Փաշազադեն հերթական անգամ հայկական եկեղեցու դեմ ուղղված մեղադրանքներ հղեց, դրան այնուհետև ձայնակցեց Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ իբրև թե եկեղեցիները ախորների են վերածվել, այնուհետև արդեն գործի դրվեց ողջ այդ ռեպրեսիվ մեխանիզմը եւ փաստենք, որ Փաշազադեի հայտարարությունից եւ Փաշինյանի սկսած գործողություններից մոտ 1 տարի 2 ամիս անց, 2-3 ամիս անց ամենայն հայոց հայրապետը արդեն ցավոք սրտի մեղադրյալի աթոռին է։ Եվ իրականում գործընթացները շատ արագ են զարգանում, բայց ես վստահ եմ, որ գիտեք 1918-ին էլ շատերի գնահատման փույս չկար, բայց այդ վերջին պահին մենք սովորություն ունենք պատմականորեն, երբ որ հասնում է այդ ոսկորին, սթափվում ենք այդ ժամանակ եւ ես վստահ եմ, որ այդ պահը շատ մոտ է այս անգամ։ Իդեպ եկեղեցու Վեհապար Հայրապետի դեմ իշխանությունների 2018 թվականից մի քանի փորձեր արշավներ իշխանությունից հեռացնելու ձախողվել են։ Այո։ Հույս ունենանք, որ մեր ժողովրդի եկեղեցու զավակների, հոգևորականների եւ քրիստոնյա աշխարհի գործուն մասնակցությամբ այս փորձը եւս կձախողվի։ Այո։ Սիրելի ընկերներ, Anti-Fake եթերում Խաշմերուկ ոդքասթի հերթական թողարկումներ, մնացեք Anti-Fake-ի հետ, հետևենք իրադարձությունների զարգացմանը եւ կհանդիպենք հաջորդ շաբաթ։